պարոն Իսագուլյան հրապարակեց իշխանական ԶԼՄ-ն մի թուղթ սենց սպիտակ ֆոնի վրա եւ մեզ ասում են, որ ԱԱԾ-ն տրամադրել է այդ տեղեկանքը, փաստաթուղթը, ըստ որի Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, կաթողիկոսի եղբայրը, հանդիսանում է պայքի գործակալ, գործել է Կարո ծածկանունով, ընդ որում հիմա էլ շարունակում է հատուկ ծառայությունների համար աշխատել։ Մի հատ դուք ներսի մարդ եք, ուղնուծուծով գիտեք այս ամեն ինչը, հա։ Ինչով է պայմանավորված այս բացահայտում է թե չէ, թուղթը իրականությանը համապատասխանում է թե չէ, ինչ տպավորություն եք դուք ստացել։ Ասեմ, որ ցավ եմ ապրում, մեծագույն ցավ։ Երբևէ այդ ծառայությունը այսքան վատ վիճակում չի եղել, ոնց որ հիմա։ Գիտեք, ես հասկանում եմ, որ հիմա շատերը պրոֆեսիոնալ չեն, ովքեր աշխատում են այդ համակարգում, բայց այնտեղ կան նաև պրոֆեսիոնալ կադրեր, որոնց համար սա ես վստահ եմ, որպես ողբերգություն կլինի։ Պատկերացնում եք, նրանք, ովքեր գոնե ինչ-որ պաշտոն զբաղեցրել են երբևէ նախկին ԿԳԲ-ում, Խորհրդային Միության, Հայաստանի հիմա ԱՀԾ-ում կամ սովետի ժամանակ ԳՌՈ-ում, տենց էին ասում, բան հետախուզությունում, շատ լավ գիտեն, որ ինչ ասել է ագենտ, ինչ ասել է գործակալ։ Եվ ես բազմաթիվ անգամներ բացատրել եմ, որ որևէ մեկը, եթե ուզում է ապացուցել, որ ինքը գործակալ չի, ապա չարաչար սխալվում է, որտեղ գործակալի նախ 4 տեսակ կա։ Եվ այդ 4 տեսակներից մենակ մեկն է, որ գրավոր համաձայնություն է տալի, դա գործակալ ստորագրությամբ, հա, պատմիսնոր։ Կա ազդեցության գործակալ, որոնք որևէ տեղ չեն ֆիքսում եւ չեն ստորագրում, կա էությամբ գործակալ, պանատուրի գործակալ, որը նույնպես ոչ միտեղ չի ստորագրում, եւ կա հատուկ նշանակության գործակալ, որը եւս որևէ փաստաթուղթ չի ստորագրում։ Այսինքն բացառությամբ մեկի, որը ստորագրում է, մյուս 3 տեսակի գործակալների մասին որևէ մեկը չի կարող իմանալ եւ ցանկացած աշխատակից, որը օպերատիվ աշխատանք է անում, անպայման այս բոլոր տեսակի գործակալների իր մոտ ունենում։